Ընդամենը 50-60 ձայնի պատճառով ըստ ԲՀԿ-ականների կուսակցությունը չի հաղթահարել խորհրդարան անցնելու շեմը։ Ըստ ԿՀ-ի նախնական արդյունքների Բարգավաճ Հայաստան կուսակցությունը 3,99% ձայն ունի։ Արման Աբովյանը նկատում է ԿՀ-ի կայքում ԲՀԿ-ի ձայների թիվը տարօրինակ փոխակերպումների է ենթարկվել։ Երբ կայքը թարմացվել է, կուսակցության ստացած ձայների տոկոսը մնացել է նույնը, բայց ձայների թիվն է փոխվել։ Շատ տարօրինակ էր, երբ որ Բարգավաճ Հայաստան կուսակցության թվերը, ոչ թե տոկոսները, շատ կարևոր է ընդգծել թվերը, որովհետև որոշ թուրքամետ եւ ադրբեջանամետ լրատվամիջոցները փորձում են տոկոսների վրա պատտասնեն, ոչ, բացարձակ թվերի մեջ թիվ էր հայտնվում, հետո մեկ էլ հաջորդ անգամ, երբ որ թարմացվում էր էջը, այդ թիվը չգիտես ինչու նվազում էր, այսինքն բացարձակ։ Ընտրություններից ժամեր անց ԲՀԿ-ն պարզել է թվային աճպարարությունը։ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը միայն 4 ընտրատեղամասի քվեարկության արդյունքներով 120 ձայն է ստացել։ Արձանագրության քաղվածքում այդ թիվը կա, բայց կենտրոնական ընտրական հանձնաժողովը կայք է ներմուծել ընդամենը 9 ձայն։ Երբ խոսում ենք 120-ի մասին, դրանք արդեն իսկ արձանագրված ձայներն են, որոնք որ երևում են ընտրատեղամասերի արձանագրությունների քաղվածքներում։ Հիմա այդ քաղվածքները ներկայացվել են կենտրոնական ընտրական հանձնաժողով եւ որպեսզի ճշգրտումները կատարվեն։ ԲՀԿ-ականները պարզել են Կոտայքի մարզի Արագյուղի 27/7 տղամասում ըստ արձանագրության կուսակցությունը ստացել է 77 ձայն, մինչդեռ ըստ ԿՀ-ի կայքի նույն տղամասում 1 ձայն ունի Գագիկ Ծառուկյանի գլխավորած ուժը։ Եվ այս անճշտությունների ուրեմն ուղղման պարագայում ձայները բավարարելու են, որպեսզի իրենց նշած այդ 0-0 պոչնել չեմ հիշում բան է։ Խոսքը վերաբերում է մի քանի տասնյակի, ոչ ավել։ Ես այս պահին չեմ ուզենա հանկարծ սխալ թիվ ասել, բայց հաշվարկները տատանվում են այսպես 50-ից 60-ի շրջակայքում։ Ոչ ավել։ Ոչ ավել 100-ից, հետևաբար այս ճշգրտման պարագայում սահմանված 4% շեմը իհարկե Բարգավաճ Հայաստան կուսակցությունը հաղթահարում է։ ԲՀԿ-ն դեռ չի ցանկանում մեղադրել կենտրոնական ընտրական հանձնաժողովին, որ միտումնավոր են իրենց ձայները պակասեցվել, բայց արդեն իսկ արձանագրած թվային մանիպուլյացիաները հիմք են ենթադրելու, որ ամեն ինչ արվել է, որպեսզի ԲՀԿ-ն անցողիկ 4% ձայնը չստանա։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովին առայժմ ես այս պահին ոչ մի բան չեմ ասի, չեմ պնդի, բայց փաստը մնում է փաստ, որ արդեն նույնիսկ հպանցիկ ուսումնասիրությունները ձայների քանակի ցույց են տալիս, որ այո, Բարգավաճ Հայաստան կուսակցությունը բավականին մեծ ծավալի ձայներ հայտնվում է, որ չգիտես ինչու մեզ չի եկել կամ չեն հաշվարկել։ Արդյունքում ՔՊ-ն խորհրդարանում կունենա 64 եւ ոչ թե 61 ձայն։ 61 մանդատի դեպքում ՔՊ-ն չէր կարողանա առանցքային պաշտոններում մարդկանց ընտրել, օրինակ գլխավոր դատախազ։ Արման Աբովյանը հիմնավոր կասկած ունի, որ իշխող ուժն ամեն ինչ արել է, որ խորհրդարանում ոչ թե 3, այլ 2 ընդդիմադիր ուժ հայտնվի։ ԲՀԿ-ականները նկատում են, որ ԿՀ-ի աշխատանքի դանդաղկոտությունը ընտրությունների ավարտից, հետո նաև ձայների հաշվարկի տեմպը ոչ թե տեխնիկական, այլ քաղաքական դրդապատճառներ են ունեցել։ Հաշվի առնելով այն գործընթացները, որոնք կարող են ծավալվել ազգային ժողովում։ Իսկ եթե ԲՀԿ-ն տվյալների վերանայումից հետո հաղթահարի խորհրդարան անցնելու 4%-անոց շեմը մանդատները վերցնելու են, Արման Աբովյանը հստակ պատասխան չի տալիս, միայն ասում է կուսակցությունում բոլոր որոշումներն ընդունվում են կոլեգիալ։ ԲՀԿ-ն նախաձեռնել է վերահաշվարկի գործընթաց եւ փորձելու են տեր կանգնել իրենց յուրաքանչյուր քվեին։ Հստակ ֆիքսենք հետեւյալը. մենք մանդատը կռիվ չենք անում։ Խնդիրը հետևյալն է, որ մենք ի սկզբանե հայտարարել ենք եւ եւս մեկ անգամ վերահաստատում եմ, որ մենք գնալու ենք մեր ընտրողների ամեն ձայնի հետևից։ Կարնե Մանգասարյան, Զարուհի Սահակյան, Նորա Շարբաթյան եւ Գագիկ Տեր-Ղազարյան, Հայլուր։